Նախ թույլ տվեք ողջունել բոլորին եւ շնորհակալություն ասեն հետաքրքիր թեմայի շուրջ քննարկում կազմակերպելու, որովհետեւ տարբեր ոլորտներում կոռուպցիոն գործընթացներ կան եւ այսպես մեկ միասնական դաշտում տարբեր ոլորտների կոռուպցիոն գործընթացների մասին խոսելը նաեւ մեզ համար այսպես լրացուցիչ նյութ ունենալու հնարավորություն է տալիս։ Ես շատ կարճ կխոսեմ քաղաքական կոռուպցիայի մասին մի քանի ասպեկտով, որովհետև նաև արժևում առաջիկա ընտրություններն են եւ այդ կոռուպցիոն գործընթացները բնականաբար չեն կարող իրենց ազդեցությունը չունենալ նաև ընտրությունների վրա։ Առաջին հերթին պետք է խոսեմ կուսակցությունների ֆինանսավորումից, բոլորովին վերջերս Փաշինյանը խոսել էր նաև կոռուպցիայի դեմ պայքարի մասին, կուսակցությունների թափանցիկության այս շղարշի ներքո եւ արտադատության նախարարներ այստեղ կարևոր գործընթացների մասին խոսել եւ այլն, բայց ուզում եմ հիշեցնել, որ օրինակ 2022 թվականի Երևանի ավականու ընտրություններից առաջ քաղաքացիական պայմանագիրը միակ կուսակցությունն էր, որտեղ որ ուրեմն 30 կարծեմ 1 նվիրատուներից 15-ը հայտարարել էին, որ իրենք այդ 2.5 միլիոն նվիրատվությունները քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը չէին արել եւ ոչ միայն չէին արել, նաեւ իրանք այդքան փող չունեին, որպեսզի կարողանային քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը նվիրատվություն անել, կամ եթե ունենային, չէին էլ անելու։ Այս իրենց հայտարարությունն է։ Իհարկե դրա հետ կապված այդ պահին աղմուկ բարձրացավ եւ այլն, նյութեր ուղարկեցին դատախազությունը երկար այսպես քննելուց հետո, քննարկելուց հետո որոշեց, որ գործը պետք է կարճվի, որովհետև այնտեղ քրեական գործ հարուցելու հիմքեր չկան։ Հետո իհարկե կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործողությունների արդյունքում եւ այլն գործը գնաց հասավ հակակոռուպցիոն դատարան։ Հակակոռուպցիոն դատարանը որոշեց, որ մասնակի պետքա բավարարվի բողոքը եւ պետքա գործը վերաբացվի եւ գործի քննություն իրականացվի։ Արդյունքների մասին որևէ մեկս որևէ բան չգիտենք, այսինքն ես օրինակ չունեմ տվյալներ, թե վերջո դատախազությունը ինչ գտավ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը արված նվիրատվությունները մարդկանց կողմից, ովքեր որ ասում են իրենք այդպիսի գումարներ չեն, նվիրատվություն չեն արել, քրեաիրավական տարեր իր մեջ պարունակում է, թե ոչ, թեև դատախազությունը միջևերջ պնդում էր, որ պետք է գործը կարճվի։ Ինֆոկոմը շատ հետաքրքիր հետազոտություններ է արել, էլի կապված քաղաքացիական պայմանագիր կուսակցության նվիրատվությունների հետ եւ Ինֆոկոմի այդ հետազոտությունների արդյունքում մենք տեսնում ենք, որ բավականին մեծ գումարներ 1 միլիոն, 2, 2.5 միլիոն եւ որոշակի պարբերականությամբ այդպիսի մեծ գումարներ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը նվիրատվություն են արվում այնպիսի կազմակերպությունների կամ անձանց կողմից, ովքեր օրինակ թիմերի հետ ունեն կնքած միլիոնավոր դրամների պայմանագրեր, կամ պետական արտոնություններից են օգտվում ինչ որ, կամ կառավարող ուժի հետ փոխկապակցված անձինք են, ինչի մասին այսպես բոլորս լրատվամիջոցների տարբեր հրապարակումներից գիտենք։ Օրինակ մի օրինակ էր բերել, բազմաթիվ օրինակներ կար, բայց օրինակներից մեկը վերաբերում էր Ա. Մելքոնյան ընկերությանը, որը մի քանի օրվա այսպես հաճախականությամբ մի քանի միլիոն դրամների նվիրատվություն էր արել քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, հետո պարզվեց, որ օրինակ իրենք խելացի անասնաշենք կառուցելու համար պետական օժանդակություն են ստանում եւ որոշակի արտոնություններ են ձեռք բերել։ Մեկ այլ օրինակ կար Gold Fireworks ՍՊԸ-ն, սա այն ՍՊԸ-ն է, որ 2019 թվականին քաղաքացու օր նշելու համար միջոցառումներ էր կազմակերպում, գորգեր էին լվանում, խորովածներ էին սարքում, չգիտեմ ինչ էին անում, բայց քաղաքացին այդպես էլ վերջում չձևավորվեց։ Այսպես մեկ անձից գնման միջոցով իրենցից երկու միջոցառում էին ձեռք բերել, մեկ այդ քաղաքացորն էր, մյուսը մշակութային էլ ինչ որ միջոցառումներ էին, այս ընկերությունը էլի 2.5 միլիոն դրամի նվիրատվություններ է արել քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, այսպես կարելի է ցանկը շարունակել, որովհետև շատ հետաքրքիր հետազոտություններ Ինֆոկոմի կողմից արվել։ Հիմա նույն հարցը ես պետք է տամ, ինչ որ մեծ ռոպներ տալիս, սա կոռուպցիա է, թե ոչ։
Այո, դեպքում պատասխան ունեցա։ Այո, եւ ինչու եմ ասում սա ընտրություններին ընդառաջ, որովհետեւ հասկանալի է, որ առաջիկայում ընտրություններն են, գիտենք, որ ընտրական օրենսգրքով կան որոշակի սահմանափակումներ ընտրական հիմնադրամի հետ կապված, այն որ կուսակցությունը կարող է ինքը հիմնադրամին փոխանցել որոշակի սահմանափակումով գումար կամ սովորական քաղաքացիները նվազագույն աշխատավարձի 500,000 պատիկ եւ այլն, այսինքն այս հիմնադրամը ինչ որ ձև պետք է ձևավորվի եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը արդեն իսկ ուրեմն կոռուպցիոն ճանապարհով համալրում է իր միջոցները հետագայում նաեւ ընտրական հիմնադրամի միջոցով դրանք ծախսելու, սա արդեն կբերի օրինականացված դաշտ, երբ որ կուսակցությունը իր միջոցները կփոխանցի հիմնադրամին։ Կոռուպցիայի դրսևորման մեկ այլ դրսևորման մասին պետք է խոսեմ, դա պարգևավճարներն էին։ Գիտեք, այսպես շատ խոսվեց պարգևավճարների մասին, տարբեր կողմերից ներկայացնելով գումարների չափը ներկայացնելով եւ այլն, բայց սա նաեւ կոռուպցիոն դրսևորում է, որովհետեւ այս միջոցով իշխանությունները պարգևավճարների միջոցով կարողանում են փաստորեն պետական համակարգի աշխատողներին կոպիտ ասեմ դարձնել թրաֆիքինգի զոհ։ Այնպես չի իհարկե, որ այդ մարդիկ համաձայն չեն, որ իրենց թրաֆիքինգի զոհ դարձնեն, բայց այո, սա հնարավորություն է տալիս այսպես շահագրգռելու եղանակով այս մարդկանց օգտագործել քաղաքական process-ների եւ քաղաքական նպատակների համար։ Եվս մեկ բանի մասին էի ուզում խոսել, եւ քանի որ Արսենը ասաց, որ կարող եմ նաև այսպես մի քիչ շեղվել, խոսեցի պարգևավճարների մասին, ես ուզում եմ խոսել նաև իմ անհանգստության մասին այն առումով, որ գիտեք, թեև սա կոռուպցիայի հետ կապ չունի, բայց այս պարգևավճարները եւս մեկ անգամ Փաշինյանի կողմից օգտագործվում են մեր հասարակությունը այսպես հասարակության միջև անջրպետ անցկացնելու համար, որովհետեւ երբ մի կողմից դու ասում ես թոշակառուի համար 10,000 դրամը ինչ է անելու թոշակառուն, որ 10,000 դրամը տամ, եւ մյուս կողմից թոշակառուն տեսնում է որոշակի պաշտոնյաների խավ, հա մի կողմ թողնենք նախարարներ եւ պատգամավորներ եւ այլն, որովհետեւ այդ պարգևավճար ստացել են նաեւ այլ պաշտոնյաներ, որոնք որ այսպես առաջին էշելոնի դեմքեր չեն հանդիսանում, բայց երբ որ մարդիկ այդ թոշակառուները եւ մնացած աղքատ իսկ աղքատությունը իրականում շատ ավելի շատ է, քան փորձում են իրենք ներկայացնել, աղքատ մարդիկ տեսնում են այդ պարգևավճար ստացող միջին շերտը արդեն մի նոր ատելության այսպես մթնոլորտ է ձևավորվում, մի նոր աջրպետ է առաջանում մեր հասարակության մեջ եւ սա շատ վտանգավոր է, բայց մենք գիտենք, որ Փաշինյանի հիմնական նպատակը բաժանիր որ տիրես եւ ինքը բոլոր ոլորտներում եւ նաեւ այս ոլորտում շատ հաջողությամբ իրականացնում է իր նպատակը։